Փաշինյանն Էրդողանի դուրն է գնացել, որպեսզի Թուրքիան միջնորդ դառնա այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Ըստ Բոզոյանի, նրան փաստաթուղթ է պետք 2026 թվականի ընտրության իր ընտրազանգվածին գրավելու համար։ Իր այս գլխավոր նպատակը իր իշխանության վերարտադրությունն է, որ ինքը խնդրում է որ դա իրեն օգնի Էրդողանը։ Սա է գլխավոր խնդիրը։ Էրդողանը հաշվելով այս Նիկոլ Փաշինյանի ծանր վիճակը, տեսնելով, որ Փաշինյանը փաստացի հասկանում է, որ եթե ինքը չվերարտադրվի, կարող է պատահի ծանր հետևանքներին անձամբ իր համար, օգտվելով, որ ինքը պատանդի կարգավիճակի մեջ է, Էրդողանը Ալիևի հետ միասին նորանոր պայմաններ են առաջ բերում, որպեսզի Հայաստանը կատարի։ Այսինքն առաջ է եկել շատ վտանգավոր վիճակ Հայաստանի համար։ Որ զիջումներով է վերադառնալու Փաշինյանը, վստահ են փորձագետները, նոր օկուպացիա, զիջում կամ անվանեք ինչպես ուզում եք, ասում է Խաչիկյանը։ Հայաստանը կորցնում է պետականությունը Թուրքիայի սրտում։